Ողջույն բարեկամներ, դուք դիտում եք բարբար բաթլի հերթական թողարկումը եւ այսօր իրար հետ մրցելու են Մոհաննան եւ Սուրենը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հիանալի, դուք ինչպե՞ս եք։ Օհ, հիանալի, որովհետեւ այսօր մենք նկարում ենք բարբար բաթլի 50-րդ թողարկումը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Իսկ դուք տիրապետում եք ինչ-որ բարբարների։ Չէ, հասկացա, չէ։ Այսօր կսովորեք մի քանի բարբար։ Ես երգ ունեմ արևմտահայերեն։ Վաու։ Արևմտյան հայերենը շատ ենք օգտագործում, ինձ թվում է ձեզ կօգնի։ Այդ լավ բան չասացի։ Փորձենք ուժերը չափենք եւ այսպես։ Եկեք ծանոթանանք առաջին փուլի կանոնների հետ ու սկսենք։ Առաջին փուլի համար նախատեսված է 6 հարց 4 հնարավոր տարբերակով։ Մասնակիցները պետք է առաջարկվող տարբերակներից ընտրեն հավանական ճիշտ պատասխանը։ Այս փուլում յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր։ Առաջին փուլ, առաջին բառ։ Բառն է բլբլակ։ Բլբլակ, գրեք։ Շատ լավ ենք սկսել։ Արարատյան բարբառից է բլբլակը, բլբլակը կարող է լինել Բլակ։ բամբակ, կարող է լինել ավերակ, կարող է լինել պուլպուլակ եւ մաքուր։ Շատ բլբլակ սիրտ ուներ այդ մարդը, շատ։ Պուլպուլակ եւ մաքուր։ Այո։ Բլբլակից ջուր խմել եք երբևիցե։ Բլբլակ։ Բամբակ։ Բամբակից Ավերակ, ինչ անում, մաքուր։ շալվար։ Բլբլակից։ Եվ ավերակ, Բլբլակ է, շալվար։ ավերակ, բլբլակ։ Բլբլակ է։ Կեսպես ավերակ է։ Էլվինայի երգը։ Ինձ բլբլակ թողեցի։ Կմբերը։ Բլբլակ։ Բլբլակ, բլբլակ։ Բլբլակ լավն է, լավ բառ է։ Եկե հասելա մեզ, որ այսօր մենք հասկանանք այդ որ բառը։ Ես գիտե ես ժամանցային խաղապաստորն ես Շատ ժամանցային։ լուրջ խաղ է։ Չէ, ասի։ Իրապես, Չէ, տես մի տրամադրվի։ Դե կոնկրետ խայտարակ եք դին։ Իրոպե։ Բլբլակ, զանգակ, բլբլակ։ Մա պետք է տարբերակ Բամբակ, ընտրել, ճիշտ է։ Եթե ունեք արդեն կարող եք գրել։ Հապս նման։ Ունես տարբերակ։ Իսկ դու ամեն ինչ բարձ է, մենք շատ խորն ենք Հա։ մտածում։ Դու քեզ ճիշտ։ Բլբլակ, ինչ ես գրում։ Նինայ։ Բատերը խեցան, էլի դասարան։ Երկուստ էլ կարող է ճիշտ լինել, երկուստ էլ կտանեք միավոր։ Ես գրեցի։ Բլբլակ, Գրի ավերակ։ գրի պուլպուլակ։ Պուլպուլակ ես գրելու։ Խնդա։ Գրի պուլպուլակ դու։ Օ, ձախով ես գրում։ Այո։ Բան խելացի ես ձախիկները։ Այո։ Իսկ երկու տարբերակ կարող եմ։ Չէ։ Գնացինք տարբերակ։ Ըստ Սուրենի, հարացյան բարբառով բլբլակ նշանակում է պուլպուլակ, ըստ Մոհաննայի բամբակ։ Բաթ լուր ունեմ, հաշիվը չի բացվե։ Մաքուր, չէ։ Ճիշտ պատասխանը ավերակն էր, բայց ես դες ասեմ ինքը շատ հեշտ էր։ Աբլել։ Այո, բլբլակ։ Բայց տեսեք ասելուց հետո հեշտ է արդեն։ Ահա։ Կա դուք սկզբից հուշեք։ Ամեն դեպքում։ Ես սկզբում մտածեցի բլբլակ, Պուլպուլակ։ ասում են բլբլալ, չէ։ Հա, Որ մարդ բլբլալ, շատ խոսել, շատախոսում, շատախոսել։ բլբլալ, ես մտածեցի շատախոս Դե մեկը։ բամբակ գրեցիր։ Չքանի որ չկար տարբերակ։ Լավ, ոչ Բամբակ։ էս ամեն ինչը որ ասում եմ տականալու Իսկ մի համար։ հաստամ էլի ձեր մոտ եղել է տես դեպք որ չբացվի հաշիվը տենց։ Հա, Մինչև վերջ չբացվի։ Հա, պաստան ռեկորդ չենք կարա սահմանենք մենք։ երկրորդ բառը։ Հարացյան բարբառով չզարմանաք, բառն է բոմբ։ Բոմբ, Բոմբ։ Բոմբ։ Այո։ Բոմբը կարող է լինել պայթուցիկ, Այդ արդեն շատ པարզ կլներ։ կարող է լինել հավ։ Պայթուցի հավ, հավ, в смысле курица? Հա։ Հավ, Mr. Chicken։ բամբ, Chicken burger, Բոմբ։ ինչ? բամբ Բամբ, եւ խելացի։ Բամբ բեյով։ Բեյով ուրիշ բան է նշանակում, բեյով ուրիշ բան։ Եվ խելացի։ Շատ բոմբ, Շատ բոմբալցիկ ես դա։ բամբակчик ես։ Կոմպլիմենտ է, Այլի բայց ուրիշ բան։ մաստակրում արդեն։ Հավ, բամբ, խելացի եւ Պայթուցիկ, հավ, բամբ, խելացի։ պայթուցիկ։ Հավ։ Թուչիկ։ Բամբի կրծքամիս։ Ինձ բոմբի շաուրմա տվեք, խնդրեմ, Հա, թին ինչու։
Կարա լինի։ Այստեղ եք ուտում թե տանում։ Սոխով թե մայոնեզ։ Բոմբ։ Բոմբ։ Պայթուցիկ։ Դե լավ, հիմա շատ ծիծաղալու կլինի, որ ես լուրջ մտածեմ, բարձվի հիմա էլ պայթուցիկներ, շատ հեշտ էր։ Էդ էլ կա։ Իսկ մենք շատ լուրջ ենք տրամադրված։ Բայց նախորդը լուրջ տրամադրվեցի, պարտվեցի։ Շատ լուրջ մտածում եմ։ Բամբ, խելացի, բոմբ։ Հելացի, հավ, պայթուցիկ, բամբ։ Կուշի։ Շատ կծիծաղամ, որ այդ Գնացի։ Եթե լինի շատ խնդար։ Համ եւ խելացի։ Հաշիվի չէր բացվի, չէ։ Էլի չի բաց։ Էլի չի բացվի, որովհետեւ բամբ է։ Այսքանը բոմբ նշանակում է բամբ։ Մի տարենք Хорошо։ Ոչինչ, այս փուլում դեռ ունենք բառեր։ Քանի որ ձեր մոտ արարացիան բարբառ այդքան է լավ չի ստացվում, գնանք մուշի բարբառ մարդը կարող է։ Մուշի բարբառով բառն է հուշիգ։ 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 Who is she էտիչ հուշիգ հուշիգ կարող է լինել հանդարտ հարուստ հասկանալ եւ կատակ հուշիգ ենք անում դե ընդամենը հուշիգ էր էլի կատակում ենք հասկանալ հուշիգ Հանդարտ, հարուստ, հասկանալ եւ կատակ Եվ ձեր տարբերակները Տարամ պամ 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 հանդարտ Չեք հավատա, բայց հաշիվը բացվում է մի անգամից երկուսը ճիշտ եք մեկ Գիտեք ես որտեղից գիտեի Որտեղից Իմ երկի մեջ կար Պես անարդարա։ Սակալեմ Գրիգոր Ես լսել եմ զուտ։ Գանք չորրորդ բառ Մուշը լավ էր, էլի մնանք։ Մի քիչ էս կողմ, Սասունի բարբառ գնանք։ Կլինի։ Սասունի բարբառն է կակո։ Կակո Ինչ լավ բառ է կակո Շատ սիրուն բառ է։ Կակոն կարող է լինել կակաո, Կակao օրեղպայր, կապույտ եւ երկինք։ Ինձ թվում է դե երկում չկան այս բառը։ Կան ոչ Այն մեկը երկի մեջ կար, всё, այս մեկը չկա։ Այդ մի հատներ։ Գոնե այս մեկը իմ երկի մեջ լիներ ասենք։ Չկա քո երկի մեջ այս բառը, քեզի բան։ Կակao հոր եղբայր երկիր Կակao, երկինք, Կակao։ կապույտ։ Հոր եղբայր, կակao։ կապույտ Գրի։ Ինչ ես գրել դու Ինչ է քեզ պետք։ Ինչ ես գրել հետաքրքիր Մեկ ասա, օրինակ դու ինչ ես մտածել ես ինչ կարող լինի Հիմա ասա։ Հա ասա ինչ Մի կա ասա, գրի։ Բայց ինչի մենք նույն թատրոնում ենք աշխատում Հա, լավ որ նույն թատրոնում եք։ Թատրոնը հեչ մենք ընկերներ ենք։ Ինչ որ կապ ունի էլի, որ նույն թատրոնում եք, որ կարելի է։ Դե ասա Ես գրում հոր եղբայր։ Հորի չեմ ավատում Դες ինչ որ տան։ Դու գրել ես հոր եղբայր Եկավ, հա։ Սկսել լավ չէ Կակաոն չի հոր եղբայրը ըստ իս չի Սամվել կակո։ Թող լինի Մեծ կակոս մի օր գիտես ինչ ասից։ Բայց սիրում է։ երկրի Հա բայց կակաոն абսուրդ կլներ որ ներ կակաո, ինչ մի տար չեն կարացել ասեն։ Կրճատել են կակո։ Հա բայց այդպես բան ունենք, հիշում ես բոմբն ու բամբը։ Էլի մի տար էր։ Ես պատրաստ եմ Լավ, ես չէ, ես կմնամ իմ որոշման Կապույտ հավատարիմ։ եւ հորեղբայր։ Մեկ էր, չէ՞ աշիվը։ 2-1, դե ասեք ումն է։ Կակո, հորեղբայր։ Այո։ Պես է։ Այո, կակո։ Շնորհավորում եմ Մեծ սրան կակոն որ ասում էր։ Շատ լավ։ Բայց չգիտեմ խի, ինչի եկավ այդ Молодец հորեղբոր vibe-ը կակոյի։ Եղբոր վայ 5-րդ բառը տղաներ եւ աղջիկներ շատախի բարբառով բառն է չեչխո։ Ինչ։ Չեչխո, ոնց որ վերացրել են չեչխո։ Չեչխո Չեչխո։ Չեչխո ինչ սիրուն բառ է Շատ սիրուն է, չեչխո։ Չեչխո Չեչխո, այս օգտագործի քո երկերի մեջ։ Հիմա մի Ես դրա մասին էի մտածում Ինչա։ Չեչխո Չեչխոն կարող է լինել իհարկե։ Իհարկե չեչխո Իհարկե։ Ինչի մասն է խոսքը։ Բայց շատ վրացերեն է հնչում ճիշտ է Բայց Այո։ Իհարկե բայց Սակայն եւ ինչևէ։ Չեչխո։ Չեչխո իրական շատ բառեր կա գիտես չէ որ վրացերենին նման է։
Դա նույնն է։ Չէ, չկա հաշիվը 2-1։ 1 2 3 1 2 3 Սակայն ինչևէ բոլոր տարբերակները բացի ճիշտ տարբերակից։ Իհարկե։ Իհարկե ներ։ Լավ էլի։ Էս որտեղի բարբարն էր։ Էս շատախի բարբարն է։ Տախի։ Վերջի բառը էս փոլի։ Մեղրի բարբար։ Մոտենում ենք մեր տներին։ Տենում ենք։ Բառն է դուգալ։ Գիտես։ Դուգալ։ Դու գիտես։ Մի բառա։ Այո։ Դուգալ։ Սիունան դուգալ։ Դուգալ կարող է լինել դուրգալ։ Կարող է լինել հագուստ։ Կարող է լինել խակ ձմերուկ։ Եվ վերջապես կարող է լինել սառնարան։ Այդ ոնց որ սառնարանի մոդելն է, դուգալ։ Ոչ մի բանի հետ չի ասոցացվում։ Խաշտում դուգալ։ Դուգալ։ Դուրգալ, հագուստ, խակ ձմերուկ եւ սառնարան։ Այդ դուգալի դուրն չեք բաց թողել։ Դու սվարում ես, չէ՞։ Դուգալ։ Հագուստ։ Դուգալ։ Սենսուր։ Գրել ես։ Չէ, դու գրել ես։ Ուզում հիշեմ մեր սենոն խոսում այդ բարբարով, ուզում հիշեմ այդպես բառ չի ասել կյանքում ու ինչ էր դժվար։ Իսկ դալիճի օգնության կարող ենք դիմել Դալիճում զանգ տալ մարդ մեր չկա։ սենիկին։ Զանգնել Սենիկի Չեխիայի մա դժվար զվերցնի երաս։ մենք պատվալում ենք, այստեղ չի բռնում ոչ մի բան։ Կներեք, որ սենիկի մասն է։ Բարսեղյան։ Հայ, պրիվետ, Սենո։ Բարև սենո։ Բարև սենո։ Ամբողջ հայությունը իմացա որ սենոն Չեխիայում է։ Չէ, չէ։ Թող այդ տղեն թաքուն դեռ գնաց շոներ էլի։ Ինչ դրեցիք մտածիք Սաղին պատմի։ ամայն հայությանը։ Դուգալ։ Հետո գիտես ոնց, նայ, տես մեղրի բարբարով հնարավոր է ինչ-որ մեկը տիրապետում է, բայց Հին բառեր են, հին բառ է օգտագործող։ կարող է 200 տարի չի օգտագործվի այս բառը։ Շատ խնդրական։ Եվ այսպես սառնարան եւ հագուստ։ Ես փոքր հուշում արեցի, որ բառը կարող է լինել հին։ Եթե հին է, պետքա տրամաբանել, որ սառնարան չի եղել ժամանակ։ Այդքան հին, Ահա։ դե հին սառնարաններ կա։ Չէ, այնպես չի, որ հագուստը ճիշտ պատասխանն է։ Ճիշտ պատասխանը խակ ձմերուկն է։ Դուգալ ձմերուկն է, ոչ մեկ չկերավ։ Եվ հաշիվը 2-1։ 2-1։ 2-1 հաշվով գնում ենք երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մասնակիցներին տրվում է նախադասություն, որտեղ բաց է թողնված բարբառային բառը։ Նրանք հնարավոր 4 տարբերակներից պետք է ընտրեն հավանական ճիշտ տարբերակը։ Այս փուլում ճիշտ պատասխանի համար մասնակիցները ստանում են Հենց առաջի բառը մեր գաղտնաբառն է, տեղ թողեք այդ բառի համար ու շարունակեք գրելը։ Եսի մինչը, այսինքն բաց թողեք, պաղպաղակի ուզում։ Պաղպաղակ է ուզում։ Այո։ Ագուլիսի բարբար։ Տարբերակներ։ Սերսեմ, մեկ բառ։ Սևուսկ, սրսռուկ, Սրսռուկ։ սարտը։ Սարտ։ Հիմա ուզում հասկանամ, այդ ով է պաղպաղակ ուզում։ Սերսեմս, երևի, սերսեմս։ Այսինքն սա մարդուանը չի, չէ։ Սևուսկս, տենց կարդանք։ Պաղպաղակ է ուզում, սրսռուկս, պաղպաղակ է ուզում եւ սարտս, պաղպաղակ է ուզում։ Քթել ասի։ Սիրտս։ Էլա։ Սիրտս։ Քեզ եմ ասում, սիրտս։ Ինձ մի հիմա գերի, որ ես քեզ ճիշտ պատասխան ասեմ։ Սիրտս։ Նայ Սուրենը։ տառը սխալ գրեցի։ Մեծ բաներ ես ասում։ Սերսեմս։ Սերսեմս։ Սուրենի տարբերակ։ Նոհանա։ Ես սխալ ալնելով հայտարարք լինենք։ Դու սարտ ես, չէ գրել։ Ինչ եմ գրել։ Սարտ։ Չէ։ Ես տեսել եմ։ Դա ինչ ես գրել։ Ասեմ, դա ասում եմ սրսռուկ եմ գրել։ Սրսռուկ։ Լավ։ Լավ։
Նենց նայում չեմ կարում։ Խիստ լինեմ, չասեմ, պահեմ։ Բայ, Չես ուզում բայ։ խիստ լինես։ Դες մրցակցություն մեջ։ Լավ։ Սևուսկ, Սևուսկ, սևուսկս գրեք։ կամ սարտս։ Չէ, մեկը։ Սերսեմս։ Սերսեմս, գրեք սերսեմս։ Չես փորձում եմ հասկանալ, ըստ Ռեակցիա զորնա։ Ինչ ա լինում, եթե ճիշտանում բիբլ այն։ վիդեոներն այլ էլի YouTube-ով։ Հոգեբանական դրանց։ Ու Լավ։ իմ ռեակցիաները ոչինչ չասեց ձեզ։ Չէ։ Չեն ասի, ես պրոֆեսիոնալ եմ։ Լավ, շատ։ Պատրաստված եք։ Իհարկե։ Լավ, թող լինի սևուսկս։ Թոլինի միշտարերը, թոլինի Թող լինի։ Սրսռուկ։ Սրսռուկը։ Սունայի տարբերակը եւ ձեր Ես այստեղ եմ տարբերակը գրել սևուսկ։ Սևուսկ։ Կարամ այստեղ գրեմ։ Գրեք երեխեք ջան տենակ ինչ է։ Ճիշտ պատասխանը 2 միավոր է, ճիշտ է։ Սերսեմը նշանակում է անխելք։ Անխելքս պահպաղակ է ուզում։ Դա էլ կարա լինի պրինցիպի։ Սևուսկ նշանակում է լյարդ։ Լյարդս պահպաղակ է ուզում։ Սրսռուկ նշանակում է սարսուր։ Սարսուրը պահպաղակ չի узում, իսկ սարդ նշանակում է սիրտ։ Я не думала, что настолько примитивно будет. Տես, մեր ասելով բամբի ու բոմբի տարբերակը միշտ աշկիտ առաջ ունեցի, տեսա ինչ արեց, սիրտ ու Ես սարդը։ մտածում էի սարդ գրեի։ Սուրեն դու ես մեղավոր։ Քեմիա մեղավոր, այո, գրել Դու շեղեցի, դու Քո շեղեցի։ բարերով գրի դու։ Դու որ գրեցի, Մոհանան մի անգամից ասեց սարդես գրել։ Որ հաստատ գիտեր, որ դա սիրտ։ Սարտս։ Երկրորդ նախադասությունը։ Բայց ինչ, էլի շանսեր կան։ Երկրորդ նախադասությունը գրենք։ Աննա ջան։ Աննա ջան։ Աննա ջան։ Ազիզ։ Աննա ջան։ Կարակ ավելացնեք, Ազիզ Աննա ջան, ջան։ բան, սիրուն ջան։ Աննա ջան, ծնունդդ ինչ որ մի բան։ Դա բառը, հա, ծնունդդ Նարու ընդրտարու։ Մոքսի բարբառը։ Դες է։ Բառերը կարող են լինել։ Զղկլթի։ Աննա ջան, ծնունդդ զղկլթի։ Չէ, այս ավելի շնորհավորան չէ, ավելի ոնց որ անեցք լինի, ծնունդդ զղկլտի։ Աննա ջան, Վերջին անգամ։ ծնունդդ պիրոզ։ Պիրոզ։ Թող լինի այսօր։ Աննա ջան, ծնունդդ ծիմոն։ Իպումբա։ Իպումբա։ Մի րոպես պիրոզ։ Խիրջանան լսում է, էլի, պիրոզ։ Տիմոն։ Ու ասում է Աննան ու լսում է, էլի, Աննա ջան, ծնունդդ բուխ։ Սեզի ջան շնորհակալ եք։ Աննա ջան, ծնունդդ զղկլտի։ Բայց սա Վերջին տարբերակը ո՞նց։ Բուխ։ Բուխ։ Աննա ջան, ծնունդդ բուխ լինի, Խեղճան։ այս տարի ընդունվես համալսարան։ Աննա ջան, ծնունդդ ծիմոն լինի։ Տիմոնը հայկական բառ է եղել։ Այո, Ծիմոն։ այո։ Ծիմոն։ Որոշում սա հայերն ստեղծել։ Բա։ Ակունա մատատա։ Ծնունդդ բուխ։ Բուխ։ Բխել, ծնվել։ Հա։ Տենց։ Դաժե իրար Քանի չի որ մտածել։ Քանի որ շնորհավորանք է։ Հա։ Դե տորտիկ նկարի։ Դա քեզ չի բրկելու, եթե պատասխանը սխալ է։ Պիրոզ։ Լեյով է գրել, բայց պիրոզ։ Ես լեյ եմ լսել։ Հա, պիրոզ։ Ուրեմն չէ, հայ, չի ուրեմն։ Եթե լեյով։ Պատասխանն ընդունված է, կարող է Ժ։ չուներ։ Եվ այսպես զղկլտի նշանակում է զայրուտ։ Ծիմոն նշանակում է ծառի խեժ։ Բուխ նշանակում է փունջ։ Պիրոզ նշանակում է շնորհավոր, Աննա ջան։ Աննա ջան, ծնունդդ պիրոզ։ 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 Երկու միավոր եկավ Շնորհավոր։ ստեղ։ Երկու միավոր եկավ ստեղ եւ հաշիվը եղավ 3-2։ 3-2։ Շատ լավ, շատ լավ։ Գնանք երրորդ փուլ։ Գնանք։
Փուլում մասնակիցները մրցակցի համար ընթերցում են իրենց կողմից նախորդ գրված նախադասություն, դարձված կամ աֆորիզմ, որն ամբողջությամբ կազմված է որևէ բարբառով։ Մրցակիցը պետք է հասկանա նախադասության մոտավոր իմաստը եւ հնարավորինս հասկանալի կերպով բացատրի ասելիքը։ Այս փուլում ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցները ստանում են 4 միավոր։ Քանի որ 3-2 սեսուն ենք, քեզանից սկսենք։ Ես ու Մոհանան կլսենք ձեզ։ Ես էլ պիրոզի վրա եմ ապշած։ Շատ լավն է։ Խնդրում եմ ասա որտեղի բարբառը եւ դանդաղ որպեսզի մենք գրի առնենք։ Սա համշենահայերեն է։ Ես շանս չունեմ, դու ունես։ Միակ բարբառն է, որ ես շատ լուրջ կաղում եմ, լուրջ։ Միակ բարբառն է։ Միակ։ Մնացածը էլի ինչ որ լոգիկա գտնում եմ, բայց համշենահայերենի մեջ օրինակ չեմ հասկանցոյթ է, հասկանցոյթեն գիտես չէ որն է։ Հասկանում ես։ Հա, այդ է։ Հասկանցոյթ է։ Հասկանցոյթ է։ Հասկանցոյթ է։ Մենակ էլ գիտեմ։ Իտալական արմատով հասկանալի է։ Այսօր բան Հասկանցոյթ է։ Իսպանական էլ է, հասկանցոյթ է։ Հասկանցոյթ։ Պաստայի բան է, ինչ պաստա հասկանցոյթ է։ Так, ասեմ։ Դանդաղ ասեմ որ գրես։ Այո։ Էշ, 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 էշ։ Արդեն վատա։ գայդիմ, Գայդին, գայդիմ, Գայդին, Էշ գայդին։ Դες պետք է արտասանես։ էշ գայդին, պլակին, Պլակին, պլակիմ, պլակին, կինը, պլակին, յանը, 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 շուխունա։ Շուխունը։ Ես գիտես ինչն եմ սիրում համշենահայերի։ Որ դու հասկանում ես որ հայերեն է, բայց չես հասկանում ինչա։ Էս է։ համաձայն եմ, հա։ Էս է տա։ Էշ Էշ գայդին, գայդին, Պլակին, Յանը, շուխունա, Շուխունը։ էշ գայդին, Էշ գալ չէ, գայ։ գայ, Էշ գայդին, որտեղ պլակին, գայդին յանը, արդեն շուխունա։ Արդեն թուրքեր Թուրքիա է, հա։ Էշ գայդին, պլակին, Գայդին։ յանը, շուխունա։ Գայդին, Պլակին, Յանը։ Ես լնջ կա։ Դու ինչ որ բան գիտես տեղից։ Ընդհանրապես որ էշ։ Էշը Բայց դու կարա- կարծում ես որ մեր իմացած էշն է։ Չեմ կարծում, չեմ։ Մեկ էլ գիտես որն է մոտավորապես Յանը։ Այն կողմը, Այն Յանը, Տես հա, ինչ որ բան ենք օգտագործում են։ Մեր Յան։ Այս կողմը։ Էշ գայդիմ, պլկին, Այսինքն Յանը, ասում եմ շուխունա։ էշը գնացել է այն կողմը ու շուխունա ու քնել է, ես ու շուխուրան։ Չէ, ես սպասեմ, որտեվ համշենահայերեն բացի հասկանցոյթից Էշ գայդիմ կարող է գնում է, քայլում է։ Իսկ կասես սա ինչ է, սա ուղղակի ինչ-որ նախադասություն է, թե это устойчивое выражение։ Չէ, նախադասություն է, սովորական նախադասություն։ Սորական, ինչ որ հայտնի արտահայտություն կա, Չէ, ասված բան չի։ Ինչ որ մեկը դες ասում է, էշ գայդին Պլակին Յանը շուխունա։ Պարզ նախադասություն է, որը կազմված է։ Շնորհակալություն որ պարզա։ Շնորհակալություն որ պարզա։ Էշ գայդին, էշ քայլում է, հա։ Էշ քայլում է։ Ես հիմա պետք է ասեմ ճիշտ է, թե չէ ինչ որ Չէ։ բառեր թե հետո Ինչու՞։ վերջում ընդհանուր, օքեյ։ Ինչու հարցրեցիր օրինակ։ Կանոններով։ Մենք կանոններով ենք խաղում Մոհանա։ Էշ գայդին, պլկին, Յանը, շուխումա։ Ես չգիտեմ սա ինչ է նշանակում։ Ես էլ։ Մենք բարձրացնում ենք սպիտակ դրոշը, 4 միավորը տալիս ենք իրան։ 4 միավոր։ Ասա։ Ուրեմն էշ նշանակում է ես։ Գայդիմ նշանակում է գնացի, Գնացի Ես ճիշտ էի։ պլկ գետ, Գետ։ Ես յանը գնացի գետի կողք, կողմը։ շուխունա շուկա։ Ես գնացի գետի կողքի շուկան։ Աստա։ Այդ շուկան է դուր դեն սա, այդ ցածր։ Գետի կողքը բա շուկա։ 4 միավոր գնաց ընդեր։ Ոչինչ, ոչինչ։ Շնորհավորը ոնց էր Պիրոս։ Տիրոս։ Մենք լսում ենք Մոհանային։ Ֆոստոն, Ահա։ Մենք գրվեցինք։ Ֆոստոն, Ֆոստո, այդ անգլերեն է ոնց։ ֆոնտոն, ֆոստոն։ Մի բառ։ ֆոստոն, ֆոնտոն։ Մի բառ է։ 4 բառ է այստեղ ֆոստոն, ֆոնտոն։ Ֆոս, առանձին տոն։ Ահա, ֆոս, տոն, ահա, Ֆոնտոն։ ֆոնտոն։ Այդքան է։ Վերջ։ Չեմ ողոտում։ Ես քեզ ուշ Ապա տոնը, անձրևն է։ հա։ Ախ, ինչ Ֆոսն լավ ու է, ֆոնը։ սարի վրա։ Ֆոսն ու ֆոնը գիտես որն է։ Որն է։ Ֆոսը հոս, ստեղ։ Ֆոն, այստեղ անձրև, այստեղ անձրև։ Բայց ինչի եք ոչ։ Ես կամում եմ ես համ, ես կամում եմ ես համ։ Չէ, բայց հանուն անկեղծություն ասեմ, տոնը գիտեի։ Հա։ Ֆոսն ու ֆոնը չգիտեի։ Շատ հեշտ բան եմ, հա, պահել։ Ֆոս, հոս, հա, Հա, հոս, ճիշտ էր։ ֆոնն էլ հոն։ Եվ հիմա ամբողջական նախադասություն։ Այստեղ անձրև, այնտեղ անձրև։ Բրավո։
645-ով -6 Շատ հետաքրքիր հաշվով 10 եւ 3 հաշվով ավարտվեց մեր հերթական բարբար բաթլը, հաղթեց Սուրենը, շնորհավորում ենք, Պիրոս մնաց։ Մաչանեստում երկու անձի համար հրավիրում է քեզ Մաչանեստուն, գնացեք լավ ժամանակ անցկացրեք։ Տեսար, Պիրոս։ Որովհետև այս կյանքում հաղթել է գեղեցկությունը եւ դա դու ես։ Կապ չունի որ իրեք է, էլի, այնտեղ կապ չունի որ համշենը հայերեն չգիտենք բան մենք։ Ամեն դեպքում Պիրոս ձեզ երկուսիդ էլ մենք կհանդիպենք եսին երբ։